Հայ-ամերիկյան բարեկամության խորացում Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունել է ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությանը։ ՀԴՄ-ներ չեն տալիս վարչապետը խիստ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին։ Գնացեք մի գազալցականին 1000 անգամ օրը դու գանեք, ինչ խնդիր կա։ Քաղաքապետարանը միլիարդներ է վճարում, սակայն արդյունքից դժգոհ է գործադիրում, անդրադարձել են Երևանի աղբանության խնդրին։ Կար շվեդական ընկերություն, բացի սանիտեկ ընկերությունից, որը նույնպես պետք է լիներ խաղացող այս բնակավարում։ Հանդիպում վարչապետի մոտ Փաշինյանն ու Ծառուկյանը քննարկել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր։ Թեժ քննարկում խորհրդարանում ազգային ժողովը ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը։ Ինչ կտան կառավարության կառուցվածքային փոփոխությունները հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանը կզրուցի արդարադատության նախարարի հետ։ Ցեմենտի արտադրության եւ ներկրման ոդիսականը Թուրքի բարձրացման հարցը խորհրդարանում կքննարկվի նաեւ վաղը։ Դե որոշել եք ձեզ ցավնի տանեմ։ Հիմա այսօր մարդուն ձեռատալի կլինկեր բերի, ոչ թե ասեք ցեմենտ արտադրի, այդքան միլիոններ ծախսի։ Ստեփանակերտում հիմնադիր համագումարն է անցկացրել Արցախի պահպանողական կուսակցությունը, կուսակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Բաբայանը։ Խուզարկություններ եւ արգրավումներ, հատուկ քննչական ծառայությունը պարզաբանումներ է ներկայացրել Միրան Պողոսյանի գործի մասին։ Պետական վերահսկողության ծառայության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Սանասերանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը ուղարկվել է վարչապետին։ Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունել է ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությանը, վարչապետը ասել է, որ Հայաստանը կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում եւ հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով։ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարության պաուստային ֆոնդից կտրամադրվի 124 միլիոն դրամ։ Որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Նիստի մյուս մանրամասները տեսանյութում։ Մինչ կանցնեին օրակարգը քննարկելուն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց ասելիք ունի։ Լուսավոր Հայաստան խմբակցությունը նրան պաշտոնանկ անելու նախագիծ էր ներկայացրել։ Նախարարի խոսքով այսօր իր բացակայությունն ազգային ժողովում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք։ Այդ մեկնաբանությունը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ դժվար է։ Կարծում եմ նման արձագանքներ պետք է նաև վերլուծել եւ նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ։ Եթե դա շատ կարևոր է, չեմ կարծում, թե մեծ խնդիր է, եթե մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը։ Շտապ լուծման կարիք ունեցող խնդրի մասին էլ բարձրաձայնեց արտակարգ իրավիճակների նախարարը։ Առաջիկա օրերին ինտենսիվ անձրևներ են սպասվում, իսկ լեռնային շրջաններում տեղումներ ձյան տեսքով։ Ակտիվացել են սողանքներն ու քարաթափումները։ 6 տեղ մենք ակտիվ սողանքներ ունենք այսօր։ Գյուղերի Լորվա մարզում մեկ շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անդարային շերտ, անդարային շերտի հոսք դեպի ճանապարհ, մի գյուղի ճանապարհ կարող է փակվել։ Մոտ 600,000 տոննա հողի մասին է խոսքը, որ կարող է լցվել ճանապարհի վրա, դրա մաքրելը շատ բարդ կլինի։ Երկրորդ ճանապարհ կա, մենք դրա մասին պետք է մտածենք, որ գյուղին հանգարցեցեի բան լինի։ Ցոլակյանի խոսքով ժամանակի խնդիր կա, անհրաժեշտ է մի քանի նախարարություններ քննարկեն անելիքները եւ ֆինանսական միջոցների արկայության դեպքում հարցին լուծում տան։ Հայաստանում բացառիկ մարզական միջոցառում է լինելու տեղեկացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարը։ Այս տարի մեր երկրում անցկացվելու է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը։ Առաջարկվում է զինվորական պարտադիր ծառայությունից 1 տարով տարկետում տրամադրել Հայաստանի հավաքականի 15 ֆուտբոլիստներին։ Հիմա իրանք տարեկետում ստանում են, սպորտսմենները ստանում են տարեկետում մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը, որից հետո այդ նույն տղաները բավականին հաջող աստղեր են, դրա համար պետք է որոշում կայացվի։ Նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը բարձրացրեց գազալցակայանների ու բենզալցակայանների խնդիրը, շարունակում են ՀԴՄ կտրոններ չտալ։ Պարոն Մանուկյան, ինչի՞ չեք լուծում այդ գազալցակայանների եւ բենզալցակայանների հարցը։ Ինձ ամեն օր ասում են, որ չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս։
ու ընդ որում ասում եմ այդ բոլոր գազալցականների եւ բենզալցականների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչի չեք կարողանում, պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան, ինչի չեք այդ հարցը լուծում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար այստեղ չի։ Նույն գազալցականի նորը քանի անգամ կարող եք տուգանել կտրոն չտալու համար։ Սահմանափակում կա։ Չկա սահմանափակում։ Գնացեք մի գազալցականին 1000 անգամ օրը տուգանեք։ Կառավարությունը հավանություն տվեց Իմ քայլը խմբակցության падգամավոր Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է Հայաստանի տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումն ազատել ավելացված արժեքի հարկից։ Երկու նախագիծ էլ ներկայացրել էր Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Մեկն ընդունվեց, այստեղ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց. փաստորեն տեղին չի ընդդիմության այն համոզմունքը, որ իրենց ներկայացրած նախագծերը կառավարությունը մերժում է։ Գոհար Սարգսյան, Հորիզոն։ Երևանի աղբանության թեման ևս այսօր գործադիրի ուշադրության կենտրոնում էր։ Երևանի քաղաքապետ Մարությանը պարզաբանել է, թե ինչու նոր աղբատար մեքենաների ձեռքբերումը տարաձայնություններ է առաջացրել հավաքանու խմբակցությունների միջև եւ իր պատկերացումներն է ներկայացրել, թե ինչպես պետք է լուծել Երևանի աղբանության հարցը։ Մայրաքաղաքում վաղուց հասունացել է աղբահանության ճգնաժամ։ Սա տեսնում ենք բոլորս պարբերաբար, լուսանկարում եւ բարձրաձայնում։ Քաղաքապետարանում լուծումներ են փնտրում։ Նոյեմբերից քաղաքապետարանը բանակցում է Սանիտեկի հետ, հասկանալու թե որն է ելքը։ Ձմռանն այդ ելքը չգտնվեց։ Հիշենք, թե աղբը ինչ անհանգստացնող չափերի էր հասել ամենուր։ Եվ քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որպեսզի հնարավոր լինի շահագործումը իրականացնել։ 900 միլիոն դրամ քաղաքի բյուջեից հատկացում 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար։ Անհանգստացնողը սակայն ավականու ընդդիմադիր թևին այն է, որ ձեռք բերվող մեքենաների տեխնիկական բնութագրերը չափազանց բարձր են նշված, որոնց բավարարում է միայն մեկ կազմակերպություն՝ Կամազը։ Գնման մյուս պոտենցիալ մասնակիցները պարզ ասած նահանջել են։ Տրված է 6 ունիկալ չափս, որը կարող է համապատասխանել միայն մեկ մեքենային, որովհետև նախագծված է դա այդպես։ Գնումների այդ գործընթացի մասին ավականու անդամները բազմիցս բարձրաձայնել են։ Ասել են, որ եթե մրցույթի պայմանները չփոխվեն, մյուս կազմակերպությունները կարող են դիմել դատարան եւ կասեցնել գնման գործընթացը։ Քաղաքապետարանն էլ դիմել է դատարան, որպեսզի վիճարկի գնումների բողոքարկման խորհրդի որոշումը։ Ու մինչ դատարանը գործը կքննի եւ որոշում կկայացնի, մայրաքաղաքը կարող է աղբի մեջ կորել։ Ահա կառավարությունն են բերել նախագիծ, որով ակնկալում են միջանկյալ լուծում տալ հարցին։ 24-ի փոխարեն գոնե 15 աղբատար մեքենա գնելու հնարավորություն տրվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հարցը չի կարող քննվել առանց քաղաքապետի ներկայության։ Հայկ Մարությանը գալիս է եւ սկսում մայրաքաղաքի աղբի ոդիսականի համեմատաբար սկզբից 2014 թվականից։ Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է Երևան քաղաքում լինի 2 օպերատոր։ Եվ անգամ կար շվեդական ընկերություն, բացի Սանիտեկ ընկերությունից, որը նույնպես պետք է լիներ խաղացող այս բնակավարում։ Ուզում էին լավ, ստացվեց ինչպես միշտ։ Անհասկանալի պատճառով երկու հայտն էլ շահեց մեկը Սանիտեկը, մյուսը Սանիտեկ Ինտերնեշնելը, որը էլի նույն կազմակերպությունն է նույն գույքով։ Տեղ սպասարկումը սխալ է եղել նաև աշխատուժը, որը վարորդները, բանվորները, որոնք օգտագործում են այդ մեքենաները, սա մեր կարծիքն է, իհարկե, բերեցին այն վիճակի, որը այսօր ունենք։ Եվ ահա նոր քաղաքապետն իր թիմով փորձում է կարգի բերել քաղաքը։ Նախ Սանիտեկին տուգանում է 13 միլիոն դրամ, եւ հետո փորձում ձեռք բերել 24 մեքենա, անկախ նրանից, որ Սանիտեկը պարտավոր է մաքուր պահել քաղաքը։ Հայտարարվում է մրցույթ։ Շարունակությունն այն է, ինչ քիչ առաջ պատմել էր Դավիթ Խաժակյանը։ Սանիտեկին տարեկան 5 միլիարդ 200 միլիոն դրամ է վճարվում քաղաքը մաքուր պահելու համար։ Քաղաքը սակայն մաքուր չէ։ Երևանին մինչև ամառ օդի պես անհրաժեշտ է գոնե 15 աղբատար։ Մեքենաները ճիշտն ասած այս պահին եթե կառավարությունը որոշումը ընդունի, մենք պետք է տարբեր, դիլերների մոտ ման գանք, որովհետև պետք է արկա լինի, պահեստում լինի, դա այդքան էլ հեշտ չի։ Գործարքի վերաբերյալ հարցականները շատ են, օրինակ ասենք մեքենաները գնվեցին, դա նշանակում է նոր օպերատորի մուտք, թե պետական ինչ-որ հիմնարկ պետք է շահագործի դրանք։ Այսօր եվրոպական բոլոր ընկերությունները ետ են վերադառնում այն մոդելին, որ համայնքը եւ պետությունը կոնկրետ տրանսպորտը եւ կոնկրետ աղբանությունը վերցնում են իրենց վրա։ Հիմա հասկացան, որ մասնավոր է հետապնդում է միայն շահույթ։ 40 րոպեից ավելի քաղաքապետը պատասխանում է գործադիրի անդամների հարցերին։ Համոզում է, աղբի դեմ պայքարի ճգնաժամային լուծումը պետք է։ Նախագիծն ընդունվում է։ Քաղաքը կունենա եւս 15 աղբատար մեքենա։ Լիանա Ռաֆայելյան, Հորիզոն։
Ազգային ժողովում այսօր շարունակվել են կառավարության կառուցվածքի մասին քննարկումները, եզրափակիչ ելույթները վերածվել են բանավեճի, նախագիծը ի վերջո ընդունվել է։ Նախագծի հարակից զեկուցողի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի եզրափակիչ ելույթը ոչ այլ ինչ էր, քան արձագանք 3 ազգային ժողովի ամբիոնից հնչած հայտարարություններին ու մեղադրանքներին։ Կառավարության կառուցվածքի մասին ոչ մի խոսք։ Մենք միշտ կրել ենք մեր կոստյումը եւ կրելու ենք մեր կոստյումը, ոչ ցանկություն ենք ունեցել որևէ մեկի կոստյումը կրել, ոչ էլ դա մեր համար տեսլական է եղել ուրիշների կոստյումները մեր հակով ձևելի։ Լուսավոր Հայաստանին խմբակցության ղեկավարը կարճ արձագանքեց։ Ես հույս ունեմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը կվերանայի նման կարևոր նախագծերը նման մարդկանց վստահելու հարցում։ Երիտասարդ սերնդի պատգամավորներին ուղված Նաիրա Զորաբյանի հայտարարությանը Վահագն Հովակիմյանը փորձեց համարժեք պատասխան տալ, քննադատության թիրախ դարձնելով ոչ թե Զորաբյանին, այլ խմբակցության ղեկավարին։ Պետք է հիշողություն ունենալ եւ հիշել, որ սեփական իրենց խմբակցության ղեկավարը լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին։ Դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք ձեր գերանները տեսնել։ Նախ ձեզ ինչ պետք է մեր խմբակցությունից քանի հոգի են ելույթ ունենում։ Հետո եթե այդքան մոտ եք մաթեմատիկային, պարոն Հովակիմյան, ձեր խմբակցությունը 88 պատգամավորից է բաղկացած, քանիսն են այդ 88-ից պարբերաբար ելույթներ ունենում։ Հետո եկել եք ստեղ ոնց որ յարմարկա եկածել են, կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիկ, անդրավարտիկ, ծրագրից խոսացեք, ինչ ունեք այս ժողովրդին ասելու։ Պարոն Պետրոսյան, ժողովրդություն, ձեր ժամանակը սպառվեց։ Սուս մնալ է։ Խնդրում եմ լրություն դահլիճում, ժամանակը սպառվեց։ Գագիկ Ծառուկյանը եւս արձագանքեց ելույթին, բայց նիստերի դահլիճից դուրս։ Ամենակարևորը դատարկ խոսալը չի, այսօր ժողովուրդը սպասում է գործի։ Կառավարության կառուցվածքի վերաբերյալ ընդդիմության արտահայտած դժգոհությունների մասով էլ ասելիք ուներ արդարադատության նախարարը։ Ձեր կառուցվածքը հենվում է այն նախագիծը, որը ներկայացրել եք, դրա հիմքում մեր նախագիծն է։ Կառավարության կառուցվածքը փաստորեն մնաց այնպես ինչպես որ կա։ Եվ այդ պատճառով Լուսավոր Հայաստան խմբակցությունը կքվեարկի դեմ տնտեսական հեղափոխություն անհնար է իրականացնել եւ այս 1 տարին դա ցույց տվեց։ Բարգավաճ Հայաստանը միանշանակ դեմ է քվեարկելու կառուցվածքի մասին օրենքի նախագծին։ Ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին կառավարության կառուցվածքի մասին նախագծին։ Այնուամենայնիվ 70 կողմ 40 դեմ ձայներով այն ընդունվեց։ Ընդդիմությունը միասնական էր նաև Լուսավոր Հայաստան խմբակցության առաջարկությամբ Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցում։ Հետևաբար կողմ քվեարկեց, սակայն մեծամասնությունը դեմ էր, առաջարկությունը չընդունվեց։ Վարդուհի Արզումանյան, Կորյուն Ղազարյան, Հորիզոն։ Այժմ եթերը կշարունակի հեռանկարը։ Հեռանկարի տաղավարում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, շնորհակալություն պարոն Զեյնալյան, եւ այսպես կառավարության կառուցվածքը առաջին ընթերցմամբ ընդունվեց, խնդրում եմ եւս մեկ անգամ հստակեցրեք, արդյոք առաջնային նպատակը միջոցների խնայումն է, տնտեսումն է, թե կառավարության արդյունավետությունը։ Առաջնային նպատակը կառավարության արդյունավետության բարձրացումն է։ Հիմա ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում բավականին բարդացել է, դժվարացել է կառավարումը։ Այս կառուցվածքը, կարծում եմ, տեխնոլոգիական այսպիսի զարգացման պայմաններում առավել օպտիմալ է։ Հիմնական նպատակը, գերագույն նպատակը դա արդյունավետության բարձրացումն է։ Ավելի քիչ ռեսուրսներ ներդնելով, ավելի մեծ արդյունքների հասնելն է։ Բնականաբար այստեղ կլինեն նաև տնտեսումներ։ Գիտեք, նախարարների աշխատավարձների չափը, տեղակալների աշխատավարձների չափը, քարտուղարների աշխատավարձների չափը որքան մեծ է ու բարձր է։ Այս գումարները կտնտեսվեն եւ կօգտագործվեն, ասենք, աշխատավարձները բարձրացնելու վրա, այս նույն աշխատողների աշխատավարձները բարձրացնելու վրա, ինչը գիտեք նաեւ կոռուպցիայի կանխարգելման գործիք է ու մեխանիզմ։ Լուսավոր Հայաստանի ձեր գործընկերները նաև այս տաղավարում ասում են, որ կառավարությունը եւ մեծամասնությունը այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչու են դեմ, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դուրս գան վարչապետի անմիջական ենթակայությունից։ Կան ստորաբաժանումներ, կառուցվածքներ, որոնք գտնում են վարչապետի անմիջական ենթակայության տակ եւ կան կառավարության ենթակայության տակ կան։ Նաեւ նախարարներն ունեն իրենց ենթակայության տակ ստորաբաժանումներ եւ նախարարություններ ունեն։ Սա կառուցվածք է, որ կարող է ունենալ
ցանկացած դրսևորում ըստ քաղաքական ուժի հայացքների, նպատակների, առաջնահերթությունների եւ նաեւ ըստ տվյալ ժամանակի ու իրերի դասավորվածության։ Եվ դա բացատրել գիտականորեն եւ անհերքելի համարել այդ եզրահանգումը սխալ է։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ այդ իրավիճակով պայմանավորված կարող է առաջարկել իր կառուցվածքը եւ նաեւ կա այստեղ իհարկե հակասություն։ Մեզ քննադատում են ենթադրենք դրա համար, որ պահպանվում է ոստիկանության եւ ԱԱՑ-ի վարչապետի ենթակայությունը, բայց մեզ կարծում եմ շատ ավելի քննադատեին, եթե լիներ մի նախարարություն, որը ներառեր իր մեջ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը։ Մեկ նախարարություն որպես մեկ նախարարություն ենթադրենք։ Իհարկե կա նաեւ այսպիսի առաջարկություն եւ այդպես եղել է, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը եղել են մեկ նախարարություն։ Այսպես եղել է Հայաստանում։ Եվ ես հիշում եմ, թե ով էր նախարարը։ Այո, հիշում եք նաև ով է նախարարը։ Արդյոք սա էին ուզում։ Չեմ կարծում, թե սրանից շատ գոհ կլինեին, բայց կարող էր նաև լինել այդպիսի իրերի դասավորություն։ Իրականում մենք կարծում ենք, որ հավաքական առումով եմ ասում, մենք կարծում ենք, այստեղ մտքերի բախում է եղել, նաև չհամընկնող կարծիքներ է եղել կամ մասնակի համընկնող կարծիքներ են եղել, որ այս պետական կառույցները իրականացնում են գործակալական ֆունկցիա եւ ծառայություններ են մատուցում եւ իրականացնում են քաղաքականություն եւ նաեւ կառավարչական գիտությունը կարող է ասել, որ ճիշտ կլինի, որ նրանք չլինեն իրենց քաղաքականության մշակողը, իրենք լինեն քաղաքականության իրականացնողը, իրենք որպես ռազմականացված կառույցներ, ասենք թե ճիշտ կլինի, որպեսզի քաղաքականության մշակմանը չմասնակցի։ Դե դեպքում կարելի է նույնը ասել պաշտպանության նախարարության եւ ԱԻՆ-ի մասին։ Հասկանալի է, կարելի է նույնը ասել։ Եվ պատկերացրեք, որ զարգացումների մեջ կամ ներկայացված նախագծերի մեջ կար նաև 7 նախարարությունից բաղկացած կառավարության ցանկ եւ ցուցակ, որտեղ այս նախարարությունները գտնվում էին, ասենք, այս ծառայություններն ու գործակալությունները գտնվում էին այլ համակարգի մեջ։ Վարչապետ այսօր կառավարության նիստում հանձնարարում է ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը գործ հարուցել գազալսման կայաններում ՀԴՄ կտրոններ չտվողներին, այսինքն հենց այդ կառույցների ղեկավարներին եւ նստեցնել նրանց։ Որքանով է դա իրավաչափ։ Գիտեք, կարող են լինել քաղաքական հայտարարություններ, կարող են լինել ուղերձներ, դրանք պետք չի կարելի միշտ նույնականացնել իրավական տերմինաբանության հետ։ Սա քաղաքական գործընթաց է։ Սրան պետք է նաև դիտել որպես ուղղակի քաղաքական նաև հայտարարություններ։ Բնականաբար որևէ հակաիրավական գործողություն չի կարող իրականացվել եւ որևէ մեկի իրավունքը չի կարող ոտնահարվել։ Եթե կլինեն հանցակազմեր, ապա կլինի նաև քրեական գործ։ Չի լինի հանցակազմ, չի կարող հայտարարությունը հիմք հանդիսանալ քրեական հետապնդում իրականացնել։ Եվ մարդիկ կարող են նստել միայն դատարանի որոշմամբ, էդ էլ։ Մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել բացառապես, եթե կան դրա հիմքերը կամ դա կարող է ավարտվել մեղադրական եզրակացությամբ, եթե կան դրա հիմքերը։ Չի կարելի, չպետք է խառնել քաղաքական գործընթացները, քաղաքական լեքսիկոնը, բառապաշարը իրավականի հետ։ Այսպիսի բան է հնչել, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դուրս չեն մնա խորհրդարանի, դուրս կմնան խորհրդարանի, ուրեմն վերահսկողությունից եւ կվերածվեն վարչապետի անձնական գվարդիայի։ Ես այսօր ազգային ժողովում ելույթ եմ ունեցել եւ ներկայացրել եմ խորհրդանական վերահսկողության ժամանակակից մեխանիզմները։ Դա առաջ էր, երբ եթերը սահմանափակ էր եւ եթերով երևալու միակ հնարավորությունը հասարակության, այո, 5-րդ խոսափողն էր եւ այլն։ Սա նախկինում էր։ Հիմա պատկերացրեք, 2-3 շաբաթը մեկ անգամ падգամավորները գրանցվում են, 60 հոգի ասեն գրանցվում է եւ սկսում են հարցեր տալ կառավարությանը եւ որքան է դրա արդյունավետությունը։ Երբ յուրաքանչյուր падգամավոր ինքը եւ լրատվամիջոցը եւ լրագրողը իր ուղիղ եթեր մտնելու հնարավորություններով հանդերձ Facebook-յան եւ ոչ միայն շատացել են այս հնարավորությունները այլևս այս գործիքի այդ դրսևորում էլեմենտը կորցրել է իր նախկին վաղեմի նշանակությունը հիմա ինչպեսի վերահսկողության մեխանիզմներ կան քննիչ հանձնաժողովների ստեղծումը շատ լուրջ գործիք է լսումների հրավիրումը գրավոր հարցումների ներկայացումը Սահմանադրական դատարան դիմելը գործադիր օրենսդրի
եւ գործադրի իրավական ակտերի դեմ։ Վարչական դատարան դիմել է վարչական մարմինների նորմատիվ իրավական ակտերի դեմ։ Այդ ամենը նաև ոստիկանությանն ու ԱԱԾ-ին է վերաբերում։ Այո, վերաբերում է նաև ոստիկանության եւ ԱԱԾ-ին, եւ սրանից հետո կարելի ասել ուղղակի սուպեր падգամավորական համակարգ կամ падգամավորները սուպեր են այստեղ։ Շատ հզոր են падգամավորները իրենց այս գործիքակազմով։ Լրատվամիջոցները շատ են եւ շատ արագ տրամադրում են եթեր, այս ազդեցության մեխանիզմները շատ մեծ են։ Ասել, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դուրս են վերահսկողությունից, նաև այն պայմաններում, որ դրա համար պատասխանատու է ուղղակի վարչապետը կամ քաղաքականության մշակման համար, ընդունման համար կարող է, ոչ թե կարող է, պատասխանատու լինելու նախարարներից մեկը, ու ամենայն հավանականությամբ դա լինելու է արդարադատության նախարարը, ով ընդունելու է այդ իրավական ակտերը, ով ստորագրելու է այդ նորմատիվ իրավական ակտերը, ասել, որ դուրս է վերահսկողությունից, կարծում եմ ժամանակավրեպ է ու տեղին չէ։ Այս գործիքները, մեխանիզմները կան։ Նաև կարող են ոստիկանապետը եւ ԱԱԾ տնօրենը հրավիրվել խմբակցություններ կամ հրավիրվել հանձնաժողովներ, հենց ուղղակի խմբակցություններ ու նաև հրավիրվել այդ հանձնաժողովների նիստերին ու պատասխանել падգամավորների հարցերին անմիջականորեն։ Եվ հիմա նաև այդ ազգային ժողովում հարց ու պատասխանը դուրս է եկել ազգային ժողովի կանոնակարգով սահմանված շրջանակներից։ Այդտեղ ուղղակի ցանկացած հարց տարբեր ոլորտների վերաբերյալ մեկից ավելի հարց է տրվում եւ ուղղակի շատ են մեխանիզմները, դա վերածվել է ասուլիսի եւ հարց ու պատասխանի ինչ-որ։ Ես ճիշտ հասկացա, որ ոստիկանության եւ ԱԱԾ-ի վերաբերյալ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելու է, եթե նրանց վերաբերյալ հարց լինի, արդարադատության նախարարը։ Առաջին հերթին վարչապետը, փոխվարչապետները եւ արդարադատության նախարարը կարող են լինել իրավիճակներ եւ դրան կպատասխանի առողջապահության նախարարը, եթե դա վերաբերվում է մարդու կյանքին, առողջության այդ ոլորտին, այո, անպատասխան չեն մնա այս հարցերը եւ կառավարությանը կարող է ուղղակիորեն հարցապնդում արվել այս թեմաների վերաբերյալ, ուղղակի վերահսկողության դեֆիցիտ չկա, դեֆիցիտը բացակայում է վերահսկողության։ Գյուղատնտեսության նախարարության վերաբերյալ այսպիսի կարծիք նաև այս տաղավարում հնչեց, որ դա ճյուղային, ոլորտային նախարարություն է, իսկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը դա գաղափարախոսական հայեցակարգային է եւ այդ երկուսը համատեղելը շատ բարդ է։ Պարոն Աբրամյան, կան երկրներ, որտեղ այստեղ նաև բաժանումներ կան։ Գյուղատնտեսությունը բաժանված է ճյուղերի, ինչպես նաև էներգետիկան կարող է բաժանվել, ասենք ատոմային էներգետիկայի նախարարություն։ Սա տվյալ երկրի տվյալ քաղաքական ուժի որոշման հարցն է, նախասիրությունների հարցն է։ Իրենք այդ որոշումը բերում են ստացած մանդատով, ժողովրդի կողմից տրված մանդատով այդ վստահությամբ։ Կարող է լինել նաև այդպիսի դրսևորում։ Մենք չենք երգում, որ այդպիսի դրսևորումն էլ կարող է լինել աշխատել։ Սակայն մեր նախասիրությունը, մեր քաղաքական կամքը այս ձևաչափի մեջ է։ Եվ այս պահին սա է, որ նպատակարար է գտել կառավարությունը։ Ես ներկայացրել եմ, որ կառավարությունում հավաքվել էր մի քանի տասնյակ նախագծեր։ Ես ինքս նաև որպես արդարադատության նախարար ներկայացրել եմ կառուցվածք, որը տարբերվում է մնացած բոլորի նախագծերից։ Սա կառավարության հավաքական որոշման արդյունքն է։ Այսպիսի նախագիծ չի եղել։ Սա հավաքական, հենց այսպիսի նախագիծ չի եղել։ Սա հավաքական նախագիծ է։ Եվս մի փաստարկ կրթության եւ գիտության նախարարին վերցնենք, նա հիմա գնում է դպրոցներ, մանկապարտեզներ, բուհեր, նույնիսկ չի հասնում ուրեմն գիտական հիմնարկների։ Հիմա նրա տիրապետության տակ կլինի նաեւ մշակույթը եւ սպորտը, եւ նա ընդհանրապես ոչ մի բանի չի հասնի, եւ նրա տեղակալներն են դա անելու, իսկ տեղակալները եթե զեկուցեն եւ նա կամ պետք է առանց նայելու ստորագրի, ինչը վատ է, կամ պետք է հետազգի ամիսներով։ Այդ հարցը ինչպես է լուծում։ Քաղաքական պաշտոն է նախարարի պաշտոնը եւ շատ լուրջ պաշտոն է։ Պատկերացրեք վարչապետը, որ կառավարում է ողջ կառավարությունը, նա եւս չի հասցնում այդ ամենը իրականացնել։ Դա անում է նախարարների միջոցով։ Եվ նաեւ պետք է բարձրացվեն տեղակալների ֆունկցիաները, կարևորվեն նախարարի տեղակալներին ավելի մեծ լիազորություններ տրվի եւ նախարարի տեղակալի պաշտոնը եւս քաղաքական ու հայեցողական պաշտոն է, ովքեր իրականացնում են, մշակում են, նախապատրաստում են այն նախագծերը, որոնք տրվում են նախարարին, իսկ նրանք պետք է վստահություն վայելեն, նույն քաղաքական թիմի եւ նույն գաղափարախոսության կրողները լինեն, նույն քաղաքական գծի կրողները լինեն ըստ էության։ Փոխնախարարը քաղաքական պաշտոն է։ Իհարկե քաղաքական պաշտոն է։
փոխնախարարի պաշտոնը, քաղաքական պաշտոնը, եւ նա նախապատրաստում է այդ ամենը ու ներկայացնում նախարարին եւ ի վերջո նաեւ կառավարություն։ Իսկ դատավորը քաղաքական պաշտոն է։ Ոչ քաղաքական պաշտոն չի, թեև քաղաքական իրավունքի իրացման արդյունք է։ Ընտրական իրավունքի իրացման արդյունք է, որով ընտրվում է։ Տեսեք, ապա քաղաքական մասնագետ պետք է լինի, հա, ենթադրենք ՍԴ դատավորը, բայց падգամավորները, քանի որ խորհրդարանը քաղաքական մարմին է, նրան տալիս են քաղաքական հարցեր, նրան ստիպում են դիրքորոշում հայտնել քաղաքական գործերի կամ չգիտեմ ինչ որ քրեական գործերի վերաբերյալ։ Նա չի կարողանում հայտնել, ասում են, չէ, ուրեմն դու լավ տեխնացու չես։ Ինչպես է այդ հակասությունը լուծվում։ Տեխնացուն պետք է այնքան բարձր գիտակցություն ունենա եւ այնքան պատրաստված լինի, որ կարողանա ճշգրիտ պատասխանել այդ հարցերին։ Որպես արդեն տեխնացու սահմանադրական դատարանի, ով հավանականություն կա, որ կընտրվի սահմանադրական դատարանի անդամ եւ պիտի պահպանի չեզոքություն եւ մասնագիտաբար մոտենա եւ պատասխանի այդ հարցերին։ Նա պետք է կարողանա նաեւ համոզել ազգային ժողովի падգամավորներին, որ իր օգտին քվեարկեն։ Նաեւ մենք ներմուծել ենք տեխնացուին ընտրության ավելի մասնագիտական ընթացակարգ, ով անցնում է այդ մասնագիտական փուլով եւ միայն քաղաքական կամքի կամ քաղաքական նպատակարարության արդյունք չի նրա ներկայացումը ազգային ժողովին։ Քաղաքական գործիչները քաղաքական թեստ են դնում մի պաշտոնի վրա, որը քաղաքական չի։ Դե սահմանադրական դատարանի դատավորի տեխնացուն պիտի կարողանա այդ հարցերին պատասխանել եւ համոզել նաեւ ազգային ժողովին, որ այդ հարցի պատասխանը կհանգեցնի հակասություն կառաջացնի իր կարգավիճակի հետ։ Վերջին հարցը շատ կարճ։ Բուրըն քննարկումներ էին, կրկոտ եւ այլն, ինչ որ ձևով դրանք տարբերում են ընդհանրապես Հայաստանում ընդունված խորհրդարանական մշակույթին, թե սովորական քննարկումներ են ի վերջո։ Ես կուզեի այլ դրսևորում ունենար դա։ Մասնագիտական, ասենք այդ խայթոցները չլինեին, լիներ ավելի կառուցողական այդ խոսակցությունն եւ բանավեճը, պիտակավորումներ չլինեին, նպատակ չլիներ քաղաքական մեկ ուժից լեգիտիմություն կորզել, վերցնել, ավելացնել սեփական ակտիվին։ Կուզեի ավելի ակադեմիական լինեին այս խոսակցությունները, հարգալից, ավելի արիստոկրատ, ազնվական, այսպես կուզեի լիներ եւ ասենք փոխադարձ այդ մեղադրանքները, խայթոցները, պիտակավորումները, որակումները չլինեին։ Սրանք ավելի շատ ուղղված են վերնագրեր ձևավորելուն։ Մեդիայի։ Այո, մեդիայի վերնագրեր ձևավորելուն, որպեսզի դրանք ապովեն շատ դիտողականություն եւ ցույց տան, թե տեսակ ինչպես ասենք տեղը դրեցին կամ խոցեցի, ինչ լավ ստացվեց դա։ Ինձ համար հարազատ չի այդ ոճը։ Ես այսօր ցույց տվեցի այդ ոճերի տարբերությունը իմ ելույթում եւ կարծում եմ ավելի ճիշտ կլինի այն ակադեմիական։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հեռանկարի տաղավարում էր Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Շարունակենք հորիզոնը ցեմենտի արտադրության եւ ներկրման ոդիսականը շարունակում է նոր բանավեճերի եւ քննարկումների տեղիք տալ։ Այսօր փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել տեղական ցեմենտի արտադրողները, խորհրդարանական մեծամասնությունն ու անգամ կառուցապատող ընկերությունները։ Յուրաքանչյուրն ունի շահերի եւ վնասների մասին սեփական կարծիք։ Իմ գործընկեր Նայիրի Օխիկյանը ամփոփել է ցեմենտի շուկայի հետ կապված վերջին օրերի իրադարձությունները։ Ցեմենտի ոդիսականը Հայաստանում սկսվեց այն ժամանակ, երբ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը խորհրդարան տարավ օրենսդրական փաթեթ, առաջարկելով ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել յուրաքանչյուր տոննային 22000 դրամ։ Կառավարությունը սա բացատրեց տեղական ցեմենտ արտադրողի շուկայական դիրքերը պաշտպանելու ցանկությամբ։ Վերջին 1 տարում իրանական ցեմենտի ներմուծման ծավալները կտրուկ ավելացել են, ինչը դրա ցածր գնի հետևանք է։ Խորհրդարանում դիրքորոշումները կիսվեցին, ոմանք կողմ են, որ իրանական էժան ցեմենտը մտնի Հայաստան, ոմանք էլ դա համարում են հայկական ցեմենտի արտադրությանն ուղղված հարված աշխատատեղերի կրճատումով։ Ես հետարքիրա կուզենայի իմանալ ձեր կողմից որևէ մի անգամ գոնե աշխատատեղ ստեղծվել է, որ այդքան հեշտությամբ ասվում է։ Մենք պետք է ընդհանրապես հաշվառենք, մեզ ավելի շատ մեր պետությանը ձեռատալիս 1-400 աշխատող պահենք
թե մեր շինարարությունը էժանանա եւ նաեւ այս մասով բյուջեն որոշակի մուտքեր ապահովենք։ Ցեմենտի ցածր գինը աշխատատեղերից գերադասող падգամավորի խոսքն էլ դարձավ հիմնական բանավեճերի ու մեղադրանքների առարկա։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այնուամենայնիվ որոշեց դրական եզրակացություն տալ նախագծին, սակայն 22,000 դրամ տուրքը 1 տարի ժամկետով սահմանելով։ Այս որոշումը սակայն չբավարարեց տեղական ցեմենտ արտադրողին։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարը, ում անունը կապվում է ցեմենտի գործարանների հետ, նախորդ շաբաթ պնդում էր, որ պարտադիր է բարձրացնել ներկրվող իրանական ոչ միայն ցեմենտի տուրքը։ Հանձնաժողովը որոշում է կայացել, թող այդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա, ասենք թե տուրքը չդրվի։ Հենց կլինկերը հիմնական ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90%-ն է։ Իսկ ինչ է Ծառուկյանի մատնանշած կլինկերը։ Ցեմենտի արտադրության մեջ կիրառվող կրաքարի ու կավի թրծված հումքային խառնուրդ, որն ավելի հեշտ տարբերակով է վերածվում վերջնական ցեմենտի։ Հայաստանյան ցեմենտ արտադրողների դիրքորոշումն ընդունելի չէ ներկրող եւ կառուցապատող ընկերությունների համար։ Տեղական արտադրողները, ոնց ես հասկանում եմ, ցանկանում են ոչ միայն ցեմենտի նկատմամբ պետտուրք սահմանել, այլ նաև ցեմենտի կլինկերի, որ այսպես ասած քոքը կտրեն ընդհանրապես։ Իրականում իրանական ցեմենտը միշտ եղել է ավելի մատչելի եւ որակել։ Եվ իրանական ցեմենտի գինը միշտ հանդիսացել է զսպող գործիք տեղական շուկայում արտադրողների համար, այսինքն հանդիսացել է մրցակից։ Ցեմենտ արտադրողներն ասում են, իրենք ապրանքը վաճառում են ինքնարժեքից ոչ շատ բարձր։ Կառավարության հաշվարկներով ցեմենտի 1 տոննայի ինքնարժեքը Հայաստանում մոտ 36,000 դրամ է, վաճառվում է 50,000 դրամի սահմաններում։ Իրանական ցեմենտը ավելի էժան է, ինչը հաճախ բերում է տեղական արտադրանքի վաճառքի ծավալների կրճատման։ Ես էլ 50,000 է, մարդիկ պետք է դա հասկանան, սարքել եմ 40,000, որ մենք կարանք մրցակցային լինենք, էժան ասենք թե լինի շինարարությունը։ Գագիկ Ծառուկյանը ազգային ժողովի լիագումար նիստին եկել էր ցեմենտի ու կլինկերի մասին մանրամասներ հաղորդելու, բացատրելու, թե ինչու պատրաստի ցեմենտի կողքին պետք է բարձրացվի նաև կլինկերի տուրքը։ Կլինկերը դա պատրաստից ցեմենտի խտացված ցեմենտ է, որ ցանկացած ասենք թե մելնիցան կարա աղա եւ դաբավկայլանի մի տոննա կլինկերը դա մի տոննա 200-300 կիլո պատրաստի ցեմենտ է։ Ոնց կարա ցեմենտի։ Դե որոշել եք ձեր ցամնել տանեմ։ Հիմա այսօր մարդուն ձեռատալի կլինկեր բերի, ոչ թե ասեք ցեմենտ արտադրի, այդքան միլիոններ ծախսի։ Մենք ունենք նախնական քննարկում, որ կլինկերի վրա նույնպես պետք է կիրառել պետական տուրք, ավելի ուշ քննարկումների ընթացքում մենք հասկացանք, որ դրանք այնուամենայնիվ տարբեր գնահատականներ են եւ արտադրողներից շատերը թվարկում են, որ իրենց ծախսերը թվարկում են մանրամասնորեն հիմնավորելով, որ դրանք բավականաչափ էական են, 1 տոննայի համար 10-11,000 դրամ կարող են ծախսել մինչև վերջնական ցեմենտի արտադրություն։ Տիգրան Խաչատրյանը падգամավորներին միաժամանակ առաջարկեց, եթե վերջնական քննարկումներում եզրակացության գան, որ կլինկերն էլ պետք է հարգվի, ապա օրենսդրական փաթեթում կներառվի նաև դա։ Իրանական ցեմենտի ու կլինկերի քննարկումները կշարունակվեն նաև ապրիլի 19-ի նիստում։ Նաիրի Հոխիկյան, Վահագն Հակոբյան, Լևոն Խաչատրյան, Կորյուն Ղազարյան, Հորիզոն։ Կառավարությունում տեղի ունեցել վարչապետ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի հանդիպումը Նիկոլ Փաշինյանն եւ Գագիկ Ծառուկյանը քննարկել են ներդրումային միջավայրին, կառավարություն խորհրդարան հարաբերություններին, ինչպես նաեւ Արարատ ցեմենտի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Ստեփանակերտում տեղի ունեցել Արցախի պահպանողական կուսակցության հիմնադիր համագումարը։ Այն հաստատել է կուսակցության ծրագիրը, կանոնադրություն եւ խորհրդանիշները, ընտրել է խորհուրդ եւ վերստուգիչ հանձնաժողով։ Կուսակցության նախագահ է ընտրվել Արցախի նախագահի մամլոխոսնակ Դավիթ Բաբայանը։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ փետրվարի 20-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։
Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից այսօր որոշում է կայացվել պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որը ուղարկվել է Հայաստանի վարչապետին։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միրան Պողոսյանի քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ եւ արգրավումներ։ Այս մասին Շանթ Նյուզին տեղեկացրել են հատուկ քննչական ծառայությունից։ Օրերս Միրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, թե նրա գտնվելու վայրը իրավապահներին հայտնի է, հետեւաբար անիմաստ է հետախուզում հայտարարելը։ Հատուկ քննչական ծառայությունից պարզաբանել են, որ հետախուզում հայտարարվում է ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելու, այլև նրան վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, իսկ Միրան Պողոսյանը մի քանի անգամ հրավիրվել է հարցաքննության, սակայն տարբեր պատճառաբանություններով չի ներկայացել։ Մեր հաջորդ տեսանյութը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար իրականացվող կրթական ծրագրերից մեկի մասին է։ Beeline-ը եւ Թումոն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին՝ մեքենայական ուսուցում, վեբ ծրագրավորում, 3D մոդելավորում եւ այլ կրթական նախագծեր կիրականացվեն։ Beeline Հայաստանի հետ այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք հրավիրել եւ նախագծեր իրականացնել մասնակիցների հետ այնպիսի ընկերություններից, ինչպես Airbnb-ն, Hulu-ն, Ֆինլանդիայի Ալդոյի համալսարանը եւ այլն։ Մենք սիրում ենք հանդիպել Beeline-ի նման համահող ընկերությունների, որոնք կիսում են մեր նպատակը մրցունակ երիտասարդների եւ առաջատար մասնակիցների գրթելու մեջ եւ մեջտաբես սպասում ենք նոր ու ել ավելի հավակնոտ նախաձեռնությունների։ Թումոն հնարավորություն է տալիս երիտասարդներին ստանալ կրթություն ամենանորարարական ոլորտներում։ Թումոն հայտնի է տեխնոլոգիաների ոլորտում իր կրթական ծրագրերով ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Վեոն խումբը իր առաքելությունն է համարում երիտասարդների համար հասանելի դարձնել լավ տեխնոլոգիական կրթությունը։ Beeline-ի եւ Թումոյի համատեղ ջանքերով իրականացվող նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ։ Սաթենիկ Հայրապետյան, Էդվարդ Մինասյան, Հորիզոն։ Արհեստական բանականությունը համարվում է ժամանակակից աշխարհի շարժիչ ուժը։ Հայաստանում եւս աշխատում են հետ չմնալ այդ զարգացումներից։ Հերթական նորարար նախաձեռնությունը Ամերիաբանկի կողմից Հայաստանում է արհեստական բանականության ոլորտում մասնագիտացված ձեռնարկատեր Դավիթ Յանը, պատրաստական իր ունեցած փորձով կիսվել մարդկային ռեսուրսների կառավարման կենտրոնի տնօրենների, կառավարիչների ու ավագ մասնագետների հետ։ Ինֆորմացիայի փոխանցումը մի մայրցամաքից մյուսին փորձի փոխանակումը։ Սա է աշխարհի շարժիչ ուժը։ Աշխարհը փոխվում է եւ արհեստական բանականությունը նոր էլեկտրականությունն է եւ աշխարհի բոլոր այն կազմակերպությունները, որ չեն կարողանա գնալ այս ճանապարհով, կմնան անցյալում։ Ուստի մենք պետք է շփվենք եւ փոխանակվենք լավագույն փորձով, հասկանալու համար ինչպես առաջ շարժվել դեպի ապագա։ Ինչպես կարող է արհեստական բանականությունը կառավարել մարդկանց կյանքը, մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում, արդյունավետության հիմնական ցուցանիշների մութ կողմը, որ տվյալներն են կանխատեսում աշխատակիցների գերլարվածության ռիսկն ու բացահայտում դրա պատճառները։ Թեմաները տարբեր են, իսկ հետաքրքրությունը դրանց նկատմամբ անասելի մեծ։ Սա հերթական նորարար մեր նախաձեռնությունն է համագործակցության առումով եւ կարող եմ ասել, որ եթե կարճ, ապա մարդիկ են մեր ամբողջ բիզնեսի հաջողության գրավականը։ HR-ի դերը շատ կարևոր է լինելու այդ հարցում, որովհետեւ իմ խորը կարծիքով ապագայում մարդիկ աշխատելու են սարքավորումների հետ միատեղ, միասին ու լուծելու են խնդիրներ ընկերությունների համար, ու այստեղ շատ կարևոր է ոնց է HR-ը կազմակերպելու այդ ամեն ինչը։ Ներկաները մեծ ոգևորությամբ են մասնակցում վարպետաց դասին, բայց պակաս մեծ չէ նաև Դավիթ Յանի ոգևորությունը Ամերիաբանկի հետ համագործակցության համար։ Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է, ֆանտաստիկ է, ես ապշած եմ նրանով, ինչ տեսել եմ այստեղ։ Ու շատ ուրախ եմ, որ հենց Ամերիաբանկը հանդիսացավ այս նոր տեխնոլոգիաների առաջին կիրառողներից մեկը։ Դավիթ Յանը վարպետաց դաս կանցկացնի նաև Ամերիաբանկի աշխատակիցների համար։ Սաթենիկ Հայրապետյան, Էդվարդ Մինասյան, Հորիզոն։
Հետևեք լրատվությանը նաև մեր shantnews.am կայքի և Facebook-յան էջի միջոցով։ Այժմ ծանոթացեք եղանակի տեսության, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի գիշեր։